Օգտակար խորհուրդներ էջի հովանավորն է Բիգա հայ-հոլանդական ձեռնարկությունը իր կանաչ դրախտ խանութ սրահով։ Հայրենական արտադրության բարձրորակ ջարեղեն, ինչպես նաև առողջ բույսերի լայն տեսականի անմիջապես Հոլանդիայից։ Բիգա, միայն բարձրորակ արտադրանք։ Բարի լույս Հայաստան, շարունակում ենք զրույցը լոլիկների մասին։ Ինչպես նշեցի, այսօր լոլիկ աճեցնում են և օգտագործում են աշխարհի բոլոր երկրներում։ Ընդ որում աճեցման բազմաթիվ եղանակներ կան։ Այն աճում է բաց գրունտում, փակ գրունտում, ջերմատանը, նույնիսկ սենյակներում պատուհանագոգին կարելի է աճեցնել այս բույսը և վայելել նրա համեղ պտուղները։ Իսկ թե որքան օգտակար հատկություններ ունի այն, սկսեմ թվել։ Լոլիկը օգտագործում են և թարմ, և պահածոյացված վիճակում, և տարբեր կերակրատեսակներում, ընդ որում ինչպես կարմիր, այնպես էլ կանաչ պտուղները։ Պարունակում է շաքարներ և վիտամին C, օսլա, օրգանական թթուներ, բջջանյութ, հանքային աղեր, միկրոէլեմենտներից նատրիում, կալցիում, կալիում, մագնեզիում, երկաթ, քլոր, ֆոսֆոր, ծծում, պրովիտամիններից Ա և վիտամին Ե, կարոտիններ, նիկոտինաթթու, բազմաթիվ այլ օգտակար նյութեր։ Այս ամբողջը ուղղակի թվարկել հնարավոր չէ։ Այսօր լոլիկը օգտագործվում է նաև կոսմետիկայում և բժշկության մեջ։ Իդեպ ասեմ, որ բժշկության մեջ հատկապես օգտագործելի է նրա լիկոպին կոչվող կարոտինը, որով էլ պայմանավորված է նրա կարմիր գույնը։ Ամբողջ աշխարհում, հատկապես Ամերիկայի գիտնականները այսօր եկել են այն եզրակացության, որ այս կարոտինը ունի հակաուռուցքային ազդեցություն։ Ընդ որում կամ կանխում է ուռուցքը, կամ սկսում է նվազեցնել նրա աճը տարիների ընթացքում։ Ուղղակի պետք է ավելացնեմ, որ այս կարոտինը հատկապես օրգանիզմի կողմից լավ յուրացվում է յուղերի օգնությամբ, հետևապես խորհուրդ է տրվում պամիդորը օգտագործել կամ բուսական յուղերով աղցաններ պատրաստված կամ պարզապես զուգահեռ պանիր ուտելով։ Իսկ մնացած օգտակար հատկությունների մասին մենք կիմանանք հաջորդ անգամ։